Շնորհակալություն բոլորիդ, եղբայրներ, քույրեր, մեր Տիրոջը մեծ փառք, մեծ պատիվ, որ եկել ենք մեր Տիրոջ առաջ, եղբայրներ, քույրեր, որպեսզի Իրանից սովորենք։ Երանել են մարդը, որ Տիրոջից է սովորում, ես էլ ուզում եմ, որ ձեր հետ այս երանության մեջ լինենք, որ Սուրբ Հոգին մեզ սովորացնի։ Եվ երբ որ կարդում ենք Եբրայեցիս գլուխ, 10-րդ գլուխ, 19-րդ համարում գրած է արդ եղբայր, որովհետև համարձակություն ունենք մտնելու սրբարանը Հիսուսի արյունովը, որ նորոգես մեզ համար նոր և կենդանի ճանապարհ վարակույրի միջովը։ Այսինքն իր մարմնովը։ Մենք այսօր ունենք այդ համարձակությունը, այն ժամանակ ոչ մեկը չուներ, որովհետև միայն քահանայապետներ չէ, գիտենք տարին մեկ անգամ մտնում սրբության սրբոցը։ Համարձակություն ունենք եղբայրներ, քույրեր, որ համարձակվեր մտներ պիտի խփվեր։ Այսօր մենք ունենք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն բան մտնելու սրբարան Հիսուսի արյունով, եւ այդ ճանապարհը գրած է նոր եւ կենդանի ճանապարհ, նոր ճանապարհ, որտեղ զոհաբերությունները կանգնեցին։ Որ խոսքի մեջ լսեցինք եղբայրը բացատրեց, Շանանել ասեց, որ այդ նոր ճանապարհ էր, նոր ճանապարհ, զոհաբերությունները կանգնեցին։ Մի նոր զոհ եղավ, այդ զոհն էր, եւ այդ զոհը կենդանի ճանապարհ էր։ Հավատքի կյանքը կենդանի ճանապարհ է, եղբայրներ, քույրեր, մեռած կյանք չի։ Հավատքի կյանքը մարդուն կենդանացնում է, Աստծո խոսքը մարդուն կենդանացնում է, դրա համար հավատքի կյանքը կենդանի կյանք է։ Եվ ես էլ ելնում եմ շատ անգամ ասում եմ Տեր Հիսուս, օգնի, որ ոչ թե քեզի ես սովորությամբ պես քեզի փառտամ լինի, իմ համար սովորություն կյանք լինի, ամեն մի փառք տալը Տիրոջը կյանք լինի։ Եվ խոսքից առաջ մի տեղ էլ էի ուզում ասել, Սուրբ գրքում Պողոսը Տիմոթեոսին գրում է, ասում է ամեն գիրք, այսինքն ամեն գիրք, Աստծո խոսքը որ կա, սկզբից մինչև վերջ, բոլորը գրված է Աստվածաշունչ են, դա գրված է 2 Տիմոթեոս 3:16-ում, ուրեմն ամեն գիրք Աստվածաշունչ են, ինչի համար է բացատրում, բացատրում է ինչի համար է, օգտակար է վարդապետության համար, հանդիմանության համար, ուղղելու համար, արդարության մեջ խրատելու համար, ինչի համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն գործերի համար պատրաստված։ Ուրեմն ոչ թե մենք կարանք բարի գործ անենք, այլ Աստծո խոսքն է մեզ պատրաստում, որ այդ գործին լինենք։ Եվ երբ որ կարդում Մատթեոս ավետարանում գրված է, որ մեկ իր տունը սարքեց, ժայռի վրա գրված է կնմանեցնեմ իմաստուն մարդու։ Այսինքն ոչ թե մենք կնմանվենք, մենք չենք կարող նմանվել։ Մեզ Աստծո խոսքն է նմանեցնում իմաստուն մարդու, որ կարողանա իր տունը հավատքի կյանքը շինել։ Ուրեմն Աստծո խոսքն է մեզ նմանեցնում։ Խոսքի սկզբում ուզում եմ կարդալ Պողոս առաքյալը Եփեսոսի թղթում մի համար է գրում, շատ օրհնյալ տեղ է, բոլորս գիտենք։ Ուզում եմ կարդալ, երբ որ գրվում է Եփեսոսի եկեղեցուն, դա նշանակում է նաև գրված է մեզ համար, այսօրվա մեզ բոլորիս եկածների համար, ասենք Լենինականի եկեղեցու համար։ Կարդում եմ Եփեսացիս առաջին գլխի առաջին խոսքն եմ կարդալու եւ 15-րդ խոսքը։ Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքով է այն սուրբերին, որ Եփեսոսումն են եւ Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին։ Շնորհ լինի ձեզ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը։ Եվ կարդում եմ 15 խոսքը։ Նրա համար ես էլ լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա եւ ձեր սերը դեպի ամեն սուրբերը, 16-ներ կարդամ, որ հասկանալի լինի, չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց ձեզի մաղոթներումը հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով։ Եղբայրներ, քույրեր, ուրեմն այստեղ ես քիչ Պողոսին կանգ առնեմ, Պողոս առաքյալը ուներ, շատերն ասում են Պողոսը իր դարավ Սողոս էր, դարավ հավատացյալ, իր անունը փոխվեց դարավ Պողոս, բայց ինքը Պողոս նշանակում ուներ ռոմեական քաղաքացիություն եւ իր անունը ռոմեաներեն կոչվում էր Պողոս, իսկ հրեական իր անունը նշանակում էր Սողոս։ Ոնց որ մեր անունները չէ, լինում է ռուսերենում տարբեր է, թե հայերենում։ Եվ այստեղ գրվում է, որ ինքը առաքյալ է ոչ թե մարդու կամքով, այլ Աստծո կամքով, այսինքն Աստված իրան կանչել է առաքելության մեջ։ Այս համարն է, սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, Եփեսոսումն Հիսուս Քրիստոսումը սուրբերին, որ Եփեսոսումն, այսինքն սուրբ կնայենք ինչը նշանակում է Քրիստոս Հիսուսում հավատացյալներին։ Մենք բոլորս գիտենք, չէ, որ մեկին ասես դու սուրբ ես, ինքը ինչ կան, ասի, չէ, ես սուրբ չեմ, չէ, ես սուրբ չեմ։ Եղբայրներ, սուրբ դա Աստված մեզ ստատուս է տվել։
Մենք մեզանով սուրբ չենք, մենք մեզանով պիղծ ենք, որ հիշում եք եղբայրը կարդաց Եփեսացիս 2 գլխում, որ դուք մեռած եք ձեր անցանքներում։ Աստված մեզ կանչել է սրբության մեջ, սուրբ նաև նշանակում է զատված, առանձնացված Աստծո համար։ Եվ այդ ստատուսը Աստված մեզ տվել է։ Եվ գրված է Սուրբ գրքում ձեզ կանչող Սուրբին պես սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում է, չէ՞, մեր վարքերում է, մեր ապրելակերպում է։ Դա Պետրոս Առաքյալն է գրում, առաջին Պետրոս առաջին գլուխ 15-16 համարներում է գրված։ Ուրեմն սուրբ նշանակում է զատված Աստծո համար։ Հիմա Տերը մեզ աշխարհից կանչել է, ինքն էլ է գրում եկեղեցուն, որ եկեղեցին կանչված է, զատված է աշխարհից Աստծո համար։ Եվ այդ եկեղեցին արյան գին է, եւ երբ որ կարդում ենք Պողոսը Եփեսոսի երեցներին կանչեց, Գործի 20-28-ում ասում է եւ եկեղեցին իր արյունով ստացավ, այսինքն եկեղեցին դա իր արյան գինն է, եթե մի բան արյան գինն է, արյունը մաքրել է մեզ ինչից, մեղքից, անօրենությունից, եկեղեցին ունի հաղթություն մեղքի մահվան վրա, եւ այդ եկեղեցին սուրբ է։ Ուրեմն զատված է եկեղեցին առանձնացված է Աստծո համար։ Եվ այստեղ ինքը շարունակում ասում է Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին։ Ռուսերենի մեջ գրած է Քրիստոս Հիսուսումը հավատարիմներին։ Ուրեմն եղբայրներ, հավատարիմ մարդը ինքը հավատացյալ մարդն է։ Հավատացյալ մարդը հավատարիմ մարդ է։ Եվ հավատարիմ մարդը ինքը չի դավաճանում, չէ՞։ Ինքը սուրբ է մնում, ինքը մաքուր է մնում, արդար է մնում։ Դրա համար ինքն ասում է, որ դրա մեջ ապրենք։ Աստծո ուզածն է, որ մենք օրեցօր նորոգվենք, օրեցօր սրբության մեջ գնանք, օրեցօր Քրիստոսի փառքին կերպարանքից լինենք, օրեցօր Քրիստոսին նայենք։ Ինչքան մեր կյանքը մոտիկանում, այնքան մեծանում ենք, մենք այնքան Տիրոջ ավելի ենք մոտիկանում, որովհետև օրերն են չի կարճանում, Տիրոջ գալուստը ավելի է մոտիկանում։ Այս համարի վրա որ քիչ կանգ առա, ուրեմն Լենինականի եկեղեցում սուրբերին, որ առանձնացված են եւ Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին, այսինքն Քրիստոս Հիսուսումը հավատարիմներին։ Եվ երբ որ կարդում ենք Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ասում է, այս խոսքերը հանձնիր, ում ասում հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։ Ուրեմն հավատարիմ մարդը մնում է սրբության մեջ, այսինքն առանձնացված է, եւ այսպիսի մարդը կկարողանա Աստծո խոսքը փոխանցել եղբայրներ քույրեր։ Եթե ես առանձնացված եմ եւ հավատարիմ եմ, Աստված այդպիսի մարդու միջոցով կարողանում է իր խոսքը տեղափոխել, եւ այդ խոսքը ժամանակ ունենում է ուժ եւ զորություն։ Եվ կարդում ենք 15-րդ խոսքը, Եփեսացիս գլուխ առաջին գլխի 15-րդ խոսքը։ Նրա համար եսը լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա եւ ձեր սերը դեպի ամեն սուրբերը։ Ամեն սուրբերը։ Եղբայրներ քույրեր, շատ հետաքրքիր է այստեղ որ ուշադրություն դարձնենք, Ուրեմն մարդը Աստծուն, ասես կարճ հավատքի մասին ասել, որ հասկանալի է, Աստծուն ոչ թե սիրով է հաճելի լինում, Եբրայեցիս 11:6-ում գրած է հավատքով, չէ՞, մարդը հավատքով է Աստծուն հաճելի լինում։ Եվ գրված է, որ այն հավատքը, որ ունեք Տեր Հիսուսի վրա եւ սերը դեպի ամեն սուրբերը, այն հավատքը, որ հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, եւ բարեկույր ուզում ուշադիր դարձնենք, այն հավատքը, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, այդ հավատքն է մարդուն տանում փրկության։ Եթե իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, եւ Հիսուս Քրիստոսի իմ կյանքի հիմքն է, այդ հավատքն է ինձ տանելու փրկության։ Իսկ հետո շարունակում ասում է եւ սերը ամեն սուրբերը։ Ուրեմն փրկված մարդն է կարողանում սեր ունենա բոլորի վրա, ամեն սուրբեր, այսինքն եկեղեցու վերաբերյալ է ասվում, ամեն մեկին հավատարիմների վրա, հավատացյալների վրա։ Ուրեմն եթե իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, այդ հավատքը տանում է ինձ փրկության, իսկ սերը ցույց է տալիս իմ փրկված վիճակի իրականությունը, գործը։ Որ կարդում ենք Հակոբոս առաքյալը 2-րդ գլխում ինքը խոսում է հավատք եւ գործ։ Եթե մենք հոգեվոր կյանքում տեղերը փոխենք, Սուրբ Գրքի հերթականությունը դա շատ ճիշտ է։ Անկամ եթե չենք հասկանում։
Եթե մենք սկզբից դնենք գործ եւ հավատ, մեր հոգեվոր կյանքը հակառակ կլինի։ Գործի մեջ մենք աշխատանք ենք անում, բայց հավատքի մեջ աշխատանք չենք տա, մենք հավատում ենք։ Եվ փրկությունը եղբայրներ գործով չի։ Գործը փրկության հետևանք է։ Եվ երբ որ կարդում ենք Եփեսացիս 2:8 համարում գրված է, որովհետև եղբայր դուք հավատքով եք փրկվել, շնորհքի ձեռով է, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Ուրեմն փրկությունը դա եղբայրներ Աստված մեզ շնորհել է։ Փրկությունը դա շնորհք է Աստծո կողմից։ Մենք որևէ մի բան չենք արել, մենք չենք ճգնել, չենք տառապել, որ փրկվենք։ Փրկությունը հավատքով է, բայց փրկված մարդու, որ ասում է ես հավատում եմ Տիրոջը, եւ փրկված մարդը պիտի ունենա հավատքի գործ եւ ասում է սերը բոլոր սուրբերը։ Սերը դա Աստծո սերն է եւ դա զոհաբերող սեր է, հավատն էլ է զոհաբերող սեր։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքին, Հովհաննես ավետարան 3:16-ում գրված է, չէ՞, Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն սիրո չափանիշը որն է զոհաբերությունը։ Դա աշխարհը չունի եղբայրներ, Աստծո սերը տարբերվում է։ Աշխարհային սերն էլ ունի զոհաբերություն, բայց ռուսեն ասում են դա пару времени, որոշ ժամանակ։ Երբ որ գալիս է այն պահը, որ իրականության զոհաբերությունը մարդը չի կարողանում անել, բայց երբ որ աստվածային սիրո մեջ ենք, Քրիստոսի սերը մեզ ստիպում է, այսինքն սերը մեզի ուժ է տալի, որ կարող ենք ամեն բան թողնել, այդ սիրո հիման վրա է, եւ այդ սերը դա կյանք է։ Եվ երբ որ ասում եմ հավատքով եք, շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը, դա իհարկե փրկությունը դա Աստծո պարգևն է, եղբայրներ։ Փրկված մարդ, որ ասում ես փրկվել եմ, ինքը չի արել մի բան, որ փրկվի, արվել է իր համար, զոհաբերություն արվել է։ Եվ գրված է, որ հավատքով եք փրկված, շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը։ Ուրեմն եղբայրներ, ուրեմն շնորհք մենք գիտենք ինչ է նշանակում, արժանինքներ չունենք, Աստծուց ողորմություն ստանալ, շնորհք։ Եվ այդ փրկությունը մեզ շնորհվել է, Աստված մեզ նվեր է տվել։ Հիմա այդ նվեր այդ շնորհքը գրված է հավատքի ձեռով, ոնց որ ձեռը, ասենց մենք ընդունում ենք, այդ փրկությունը մենք ընդունում ենք։ Այդ ընդունելությունը կախված է նրանից, որ մենք ընդունել ենք Տիրոջ խոսքը, եւ այդ խոսքը մեր կյանքում հավատք առաջացրել, եւ այդ հավատքի ձեռով ընդունում ենք փրկությունը։ Եվ մի տեղ էլ կարդամ եղբայրներ Սուրբ Գրքում, որ քիչ առաջ ասի հավատքը զոհաբերություն է պահանջում, Պողոս առաքյալը գրում է, որ Եփես Հռոմեացիս գրքում է գրված, շատ օրհնյալ տեղ է, այդ տեղն է կկարդայի ձեր հետ կիսվեի, ժամանակի առումով արագ անցնենք, Հռոմեացիս առաջին գլուխ 11-12 խոսքերը։ Իհարկե Հռոմեացիս գիրքը վարդապետական բարձր գիրք է, Աստծո խոսքը բոլորը մարգարեական խոսքեր են, թող Սուրբ Հոգին բացի մեզ բոլորիս, ուրեմն Հռոմեացիս առաջին գլուխ 11-12 խոսքերում գրված է հետևյալը. Որովհետև շատ եմ ցանկանում ձեզ տեսնել, որ մի հոգևոր շնորհք հաղորդեմ ձեզ, ձեր հաստատվելու համար, այսինքն, որ ձեզ հետ մխիթարվի մեր փոխադարձ իմ եւ ձեր հավատքի միջոցով։ Եղբայրներ, ուրեմն երբ որ մարդը հավատքի մեջ ապրում է, ինքը հավատարիմ մարդ, այդ սերը ունի բոլոր սուրբերը։ Եվ ասում է իմ փափագն է, որպեսզի ես էլ գամ ձեզ մոտ Ռոմի եկեղեցում, գամ այստեղ Լենինականի եկեղեցում, ձեր հետ ուզում ասի կիսվեմ եւ ասում է ոչ թե միայն ես ձեզ շնորհք հաղորդեմ, այլ ձեզանից էլ այդ շնորհքը ստանամ։ Հիմա Տիրոջ օրհնությամբ ուզում եմ որպես Աստվածորդի մեզ, որ հոգևոր կյանքում մեր փոխադարձ հարաբերության մեջ, հոգևոր կյանքում, որ իրար շփվում ենք, մեկը մյուսի շնորհք հաղորդենք։ Ասում է ես փափագում եմ, եթե ես չսիրեմ իմ եղբորս, ես ոնց կարող եմ իրան շնորհք հաղորդել։ Եթե իմ եղբայրը ինձ չի սիրում, ոնց կարող է ինձ շնորհք հաղորդել։ Եվ երբ որ կարդում ենք Կորինթացիս թուղթ 2 Կորինթացիս 7:6-ում Պողոս առաքյալը գրում, ասում է բայց խոնարհներին մխիթարող Աստվածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը։ Երբ որ կարդում ես գրում, ահա Տիտոսին տեսանք ուրախացանք։
Բայց եղբայրներ քույրեր, մի հատ հարց եմ տալիս, այդ հարցը թող մնա իմ մեջ եւ բոլորիս մեջ, սրա վրա Սուրբ Ոգին թող գործ անի։ Ես որ տեսնում եմ եկեղեցուն մեկին, որ հետը հարմար չեմ, իմ մաստի մարդ չի, իմ բնավորության մարդ չի, իմ հասկացողության մարդ չի, իրա եկեղեցի գալով ես ուրախանում եմ թե ոչ։ Ասում եմ մեզ մխիթարեց Տիտոսը, երբ որ եկավ։ Հիմա ես որ սրա վրա այս վերջերս ավելի շատ եմ մտածում, ասեմ Տեր Աստված, ես կուզեմ, որ քո հոգին իմ մեջ գործի, որ գիտեք ինչ, որ չգամ եկեղեցի ասեմ, էլ այս եկավ։ Թող Տերը մեզ օրհնի, որ հոգևոր կյանքում մեկս մյուսով ուրախանանք, ասում եմ Տիտոսը եկավ եւ մենք ուրախացանք իր գալովը։ Դրա համար եղբայրներ քույրեր, ես հենց եմ հասկացել ժամանակի առումով խոսքս ուզում եմ կարճ վերջացնել, ժամանակի առումով մի համար մի միտքել եմ ուզում ասել։ Հնարավոր է ոմանց համար խրթին լինի, ոմանց համար դժվար, բայց մի բայց կա։ Ինչ չափով ես սիրում եմ Աստծուն, այն չափով էլ սիրում եմ Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցուն։ Հնարավոր է մենք մի քիչ մեզի դզենք մեր ներս, ասենք չէ, այտենց չի, բայց ես սենց եմ հասկանում։ Ինչ չափով, որ ես սիրում եմ Աստծուն, այն չափով էլ սիրում եմ Աստծո եկեղեցուն